Գագիկ Ռոստոմյանը 2010 թվականի դեկտեմբերից աշխատել է Արզնի տոհմային ֆերմայում որպես անասնապահ, իր պատմելով աշխատելիս է եղել կնոջ եւ որդու հետ։ Այդ ընթացքում ապրել են ֆերմայում աշխատողների համար նախատեսված տնակում, ասում է, որ աշխատել են մինչեւ այս տարվա գարուն, աշխատավարձի փոխարեն հավքիթով են վարձատրվել։ Ըստ Գագիկի հավքիթն իրենց տրվել է համեմատաբար թանկ գնով, հետեւաբար իրացնելիս տուժել են։ Ավելին, ըստ նրա, կնոջս էին դուրս գրել, որ պետք է իջներ ժամը 6-ին ստանար ձուն, դե ուրիշ մարդ չէր ստանար, կամ 5 փայրախեն 5 տարեկան, իջել էր, որ ստորագրեր իրանց իսկ տված ձուն ստորագրեր ստանար, տուգանել էին իջնելու համար, աշխատավարձից կզել էին, այսինքն իրանք իրենց եկամուտ են անում, էլ էկոնոմիա։ Ինչքան են տուգանում։ 20,000 Ինչպես Գագիկն է պատմում, հոր առողջական խնդիրներից ելնելով որոշել է լքել ֆերման, սակայն տնօրինությունը մոտ 300,000 դրամ էր պահանջել որպես պարտք օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց։ Այնինչ որ ինքն է պարտք միջև։ Ինչքան է պարտք։ Մենակ ապրել ամսից 240,000։ Չհաշված մայիսին 10 օրերը։ Զրուցակիցս պատմում էր, որ ֆերմայի տարածքը լքելու համար անցաթուղթ էր հարկավոր, որը տալիս էր ֆերմայի տնօրինությունը։ Եթե առանց դրա դուրս էր գալիս։ Բռնեին ոս, առանց դրա դուրս կգար։ Ինչ էին անում։ Չէին թողում։ Ասենք դուրս եկավ մեկը փախ ապսենց, ասենք։ Ինչ էին անում։ Կբռնեին, կբերեին, գարողայով ծեծեին։ Հա։ Գարողայով ծեծեին ես։ Ի վերջո Արզանի ֆերմայի նախկին աշխատակիցը ֆերմայից ազատվելու համար դիմել է ոստիկանության կոտայքի բաժին եւ իրավապահների միջոցով կարողացել է ազատվել աշխատանքից։ Երգում եմ ես այդպիսի բաներ, որ ինչպես թե այստեղ զորով այսօր դառն, ասենք, ոնց կարելի է մարդուն զորով պահել։ Մարդուն աշխատանքից ոչ իր աշխատանքային ժամին դուրս գալու տեղեկացնում են ընդհանրապես, ուրեմն անցագիրի մեջ ոչ մի վատ բան չկա ինձ թվում, հա։ Գեղամ Ջանվելյանի խոսքով Ռոստոմյանի կինը մի քանի անգամ ազատվել է աշխատանքից, այնուհետև վերականգնվել նույն աշխատանքում։ Նրա կինը բավականին լավ կտվորուհի է, մեր համար արժեքավոր կտվորուհի, բայց դա չի նշանակում, որ մենք նրան պետքա պահենք կամ չպահենք։ Հետո ասած, քանի որ մենք ունենք ուրեմն հատկացված ուրեմն անվճար բնակարաններ կտվորների համար, ուրեմն սրանց նմանները փորձում են ձմեռային ժամանակ, քանի որ աշխատանքը շատ քիչ է, իսկ այստեղ ասենք գազը, լույսը ոչ մի վարձավճար տան համար վարձավճարներ չենք վերցնում, քանի որ կացարանները հատուկ կտվորների համար է։ Ձմռանը փորձում էին ասենք ստեղ ապրել, իսկ ամռանը ով ասենք կամ երբ որ գարունը բացվում, ով ասենք մի քիչ ավել կվճարի կամ ասենք համուզեն կամ ավելի շատ փող կտան, ասենք այդ դեպքում անհապաղ փորձում են ասենք իրանց պայմանագրերը չլրացած ասենք դուրս գնան ուրիշի մոտ։ Ինչ վերաբերում է աշխատավարձի փոխարեն հավքիթով վճարելուն, ապա ընկերության ղեկավարի մեկնաբանմամբ ուրեմն ոչ թե ձվով ենք վճարում, այլ այն աշխատողները, որոնք որ ուզում են մթերքով, այսինքն քանի որ ձուն, գիտեք, նախ ներսի աշխատողներին ավելի շատ էժան է վաճառվում, իրանք իրանց այդ էժան վերցրած ձուն դուրսը, ասենք ավելի թանկ են փորձում վաճառել։ Բայց նաև դրամային աշխատավարձ։ Իհարկե, ոնց թե ինչի մասին է խոսքը։ Ո՞նց եք ստեղ աշխատում։ Չէ։ Ինչքան ժամ է եղավ։ Ինչ եք աշխատում։ Կտվորուհի։ Հա։ Այս տնակներում եք ապրում։ Հա, այս տնակներում ենք ապրում, մարդիկ ապահովում են ամեն ինչով, տեղներս նեղայեղնում, գնում ենք, դիմում ենք, տալիս են, որ ասենք կոպեկի փող է, ձուն են տալիս, գնում ենք, մեզ լավ են էլի նայում մեզ։ Այդ մարդիկ թողում են, գնում ենք, վերարտուն անում գալիս։ Օրինակ ո՞նց եք դուրս գալիս։ Ոնց ենք դուրս գալիս, ասենք դուրս ենք գալիս, գնում ենք, թուղթ ենք վերցնում, թուղթը տալիս են, մենք գնում ենք, ազդում ախրանիկներին, գնում են ու սիրուն հետ գալիս։ Կտվորուհիներից մեկը ավելի քան 10 տարի է աշխատում ու ընտանիքով ապրում է ֆերմայում։ Մենք գոհ ենք, ամեն անգամ դուս ենք գաս թե բաղանիքով, թե բանում, մենք սա ջուրն դեղա բերում ենք, տաքացնում ենք, լվասկը բան դեղանում ենք, ամեն ինչու։ Ներսում ջուր բան չկա։ Ջուրը հին ան դեղա ջուրը։ Հա, ջուրն դեղա, չէ, շատ ամեն։ Քանի հոգով եք այս սենյակում։ Ամուսինս աղջիկս ես։ Ամուսինս աղջիկս ես։ Շատ գոհ ենք, ամբողջ ծմերպրիտեքը միացած, կիպիցելինները միացած, նուստեղ, ընդեղ եւ իրեք տեղ ենք փոխվել, հիմնական ստեղից բաղանիքը ասենք զասանու համար քանդվել է վերանորոգման տակ է։